Պետք է նկատել, որ տարիների ընթացքում Sevan Startup Summit-ը դարձել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ձևավորման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Եվ այսպես ամեն ամառ այս օրերին Sevan-ի ափին հավաքվում են եւ ներդրողներ, եւ ձեռնարկատերեր, եւ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ, ընդ որում տարբեր երկրներից։ Այս տարի 70-ից ավելի երկիր հայտ էր ներկայացրել, ինձ պատմեցին այստեղ, եւ ստեղծում են գիտելիքների փոխանակման, ներդրումային հնարավորությունների ներկայացման այսպիսի մի հետաքրքիր հարթակ։ Շնորհավորում եմ ձեզ հաջողվեց այս հետաքրքիր միջոցառումը ամենամյա դարձնել 10 տարի շարունակ։ Եվ այս տարի ինչ առանձնահատկություն կա բացի այն, որ սա հոբելյանական միջոցառում է այս տարի։ Այս տարի նախ հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ Seaside Startup Summit-ը անցնում է կենսաբազմազանության COP17-ի դեպի COP17-ը գնալու լոզունգի ներքո, այսինքն Goes to COP-ը կոչվում, SSS Goes to COP։ Առաջի անգամ մենք որոշեցինք այլևս Sevan Startup Summit, Seaside Startup Summit այս բաժանումը հանել, քանի որ մենք ստեղ անցկացվող, Հայաստանում անցկացվողը ասում ենք Sevan Startup Summit, իսկ աշխարհում տարբեր երկրներում անցկացվողը Seaside։ Մենք որոշեցինք, որ ինքը արդեն համաշխարհային կոնցեպտ է, 72 երկրից այս տարի մեզ դիմել են ստարտափներ, որ կան, կարծում եմ Հայաստանում 72 երկրի ներկայացրող ինչ որ մի նախագիծ արդեն պես տպավորիչ է, եւ որոշեցինք իրան քայլել, որպեսզի աղմուկ չլինի, ասեք։ Որոշեցինք, որ ինքը արդեն քան որ միջազգային կոնցեպտ է, հենց այտենց էլ Seaside Startup Summit Armenia պահել։ Մեծ հետաքրքրություն վայելող սա միջոցառում է դարձել, 10 տարի արդեն գոյություն ունի եւ ես որպես մարդ, ով հենց առաջին տարին է լուսաբանել այցելել Sevan Startup, կարող եմ ասել, որ ես նկատում եմ եւ այսպես պահպանված ավանդույթներ եւ նորություններ եմ շատ տեսնում այստեղ։ Այս ստարտափը արդեն ունի իր այսպես դեմքը եւ իր հայտը, որը ներկայացնում է գիտությանը, որը ներկայացնում է կայացած տարբեր ոլորտների կայացած ընկերություններին, առաջարկում է նոր երիտասարդ մարդկանց, երիտասարդ տաղանդների գաղափարները եւ փորձում օգնել նրանց այդ կայացած ընկերությունների միջոցով, օգնել նրանց կյանքի կոչել իրենց բազմաթիվ հետաքրքիր աներևակայելի ծրագրերը։ Եվ այս տարի ունենք մի քանի նոր, այսպես ասած, side event-ներ, մեկը World Youth Environmental Festival-ն է, որ փորձելու ենք ինչ-որ պահից դարձնել առանձին ֆեստիվալ կենսաբազմազանության եւ բնության պահպանության ուղղված, եւ հաջորդը այս Mining Innovation Forum-ն է, ինչպես նաեւ այս տարի այդ ինդիվիդուումներին հնարավորություն տրվեց Talent Generation Track-ի շնորհիվ EU-ի հետ համատեղ բերել այն լավ ուսանողներին, ովքեր դեռևս չունեն ստարտափ, անհատներ են ուղղակի, ոչ թե ստարտափ խմբեր են, բայց ունեն պոտենցիալ ստեղծելու ստարտափ։ Կան կայացած ստարտափներ Sevan Startup-ի շնորհիվ։ Իհարկե։ Բավական գոհ եք արդյունքներից։ Իհարկե միշտ կարելի է ավելին ակնկալել, բայց նաև կարելի է ասել, որ այո, գոհ եմ։ Նաև կարելի է փորձել ավելին ստանալու համար շարունակել աշխատել։ Հանքարդյունաբերական այս ֆորումը COP17-ի կոնտեքստում հետաքրքիր է, որովհետև կենսաբազմազանության պահպանությունը կարծես թե թվում է, թե նույն ճանապարհով չի գնում հանքարդյունաբերության հետ։ Բայց այստեղ մեզ բացատրեցին, որ դա այդպես չէ, եւ դուք էլ որպես ոչ հանքային մարդ, ինչ տպավորություն ստացաք։ Իմ համար շատ բացահայտումներ են եղել։ Հետաքրքիր է, որ այս օրերի ընթացքում երկու ֆորումներ են նոր տեղի ունեցել։ Մեկ այդ World Youth Environment Festival-ն է, համաշխարհային երիտասարդական բնապահպանական ֆեստիվալը եւ հանքարդյունաբերության այս ինովացիոն ֆորումը։ Համատեղ Հարթակում է, որ այն կոնֆրոնտացիան, որ կա, մի կողմից օրինակ բիզնեսի մոտ կա տեսակետ,
առասարակ որևէ բիզնեսի, հատկապես հանքարդյունաբերության մոտ կա տեսակետ, որ եթե մի բան environment friendly է, այսինքն բնության հետ համահունչ է, ինքը պարտադիր հակասում է էֆեկտիվությանը բիզնես տեսանկյունից։ Ինչը կարծում եմ երկարաժամկետ պերսպեկտիվայում սխալ է, որտեղ եթե դու անում ես մի բիզնես, որի արդյունքում միջավայրը փչացնում ես, կարող է կարճաժամկետում դու շատ եկամուտ ունենաս, բայց հետո այդ միջավայրի տված վնասը, փչացնելու տված վնասը ինչ որ մի ձև լուծելու վրա մեկը շատ է ծախսել։ Հենց որ կարծում եմ այս միֆը պետքա դուրս գա, որ բիզնես առումով ոչ էֆեկտիվ են բնապահպանական առումով էֆեկտիվ լուծումները, այսի մի կողմից, մյուս կողմից այն որ հանքարդյունաբերությունը պարտադիր բան է, վնասակար է, վնասակարը շատ մեղմ է, ասած հանքարդյունաբերությունը մահացու վնասակար է, դա էլ պարզվեց որ մեղմ ասած չափազանցված է եւ կան մեխանիզմներ մեղմ ասած չափազանցված է Եվ սրանք այն հետաքրքիր բացահայտումներն են, որ ես ինքս իմ համար եւ կարծում եմ Այստեղ հետաքրքիր է, պարոն Ջանյանը ապացուցեց, որ հնարավոր չէ ուղղակի մարդու կյանքը առանց մետաղների եւ սկսեց քարեդարից, եկավ պղնձի դար, եկավ երկաթ, եկավ բրոնզ, հետո երկաթ եւ այլն եւ ապացուցեց, որ եթե չլինի հանքարդյունաբերություն, մենք կհայտնվենք նորից քարեդարում։ Ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, պղնձի օգտագործումը ավելի շատանում է։ AI կամպուսի համար 100 մեգավատանոց մոտ 3000 տոննա պղինձ է օգտագործվում։ Եվ տարեկան հայկական հանքարդյունաբերությունը տալիս է մոտ 20 այդպիսի 100 մեգավատանոց արհեստական բանականության համար պահանջվող պղինձ։ Համոզիչ էր ձեզ համար։ Շատ հետաքրքիր էր, ես դրա համար առաջարկեցի, որ գուցե կրթության, գիտության, սպորտի նախարարության կամ չգիտեմ ինչ որ պետական ապարատի գործընկերների հետ ճիշտ է այս թեման տանել այն լրջության, որ պարտադիր մարդես ամեն ինչի հետ ծանոթանա, որպեսզի հետագայում զերծ մնա տարաբնույթ մանիպուլյացիաներից։ Դե առանց հանքարդյունաբերության ընդհանրապես մարդկությունը այս իր զարգացման աստիճանի չէր կարող հասնել, այսինքն մենք ընդհանրապես հեռախոսներ, հեռուստացույց, ոչ մի բան չենք ունենա, այսինքն ունենանք այն մակարդակը, որ մարդկությունը ուներ 5, 6, 7000 տարի առաջ քարի դարի ժամանակաշրջանում, երբ որ մետաղներ դեռ չէին օգտագործվում, որովհետև ամեն ինչը սկսած տեխնոլոգիաներից, բժշկությունից, գիտությունից, ամեն ինչը կապված է մետաղներից, այսինքն առանց մետաղների հնարավոր չի ընդհանրապես մարդկության գոյությունը, մոտ 8 միլիարդ ազգաբնակություն կա աշխարհում եւ այդ 8 միլիարդը նույնիսկ կերակրել անհնար կլիներ գյուղատնտեսության այս աստիճան ունենալը առանց մետաղների, առանց հանքարդյունաբերությունի։ Եվ դրա համար պետք է մարդիկ հասկանան, ով ինչ հիմա չի հասկանում, որ առանց մետաղների, առանց հանքարդյունաբերության, երբ որ մենք ընդերքից հանում ենք մետաղները եւ օգտագործում ենք արդեն տարբեր ոլորտներում անհնար է մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Եվ երբ որ դա հասկանում ենք, պետք է երկրորդ քայլը նա լինի, որ ընդունենք, որ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշահ մեր պետությանը, իշահ մեր տնտեսական զարգացմանը։ Եվ այսպես կենսաբազմազանության COP17-ի թեմայի շուրջ հիմնականում ձևավորված այս տարվա Seaside Summit-ում շատ հետաքրքիր տեղ գրավեց հանքարդյունաբերական թեման։ Հնարավոր չէ հանքարդյունաբերությունը առանց բարձր տեխնոլոգիաների եւ ճիշտ հակառակը բարձր տեխնոլոգիաները եւ որևէ այլ ոլորտ հնարավոր չեն առանց հանքարդյունաբերության։ Այս կապը շատ հստակ ներկայացվեց։ Խոսեց նաեւ Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը։ Տվյալների հավաքագրումը, այսօր շրջակա միջավայրի մոնիտորինգը, այսօր անվտանգությունը, նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը առանց այդ ոլորտի չի կարող լինի։ Նաև տեխնոլոգիական ոլորտը առանց հանքարդյունաբերության չի կարող աշխատի, քանի որ իրանք հիմնական մեր սպառողն են, այսինքն ինչքան զարգանում է տեխնոլոգիական ոլորտը այդքան կարիք է լինում նոր հանքարդյունահանման։ Այդքանը Ամուլսարի ծրագրում մենք ներդնում ենք փոխկապակցված տարբեր ծրագրեր արդյունահանման, անվտանգության, շրջակա միջավայրի,
այլ ոլորտների, որոնք հետագայում ունենալու են մի միջավայր եւ աշխատելու են միասին։ Եվ այդ հարթակը մենք օգտագործելու ենք հետագայում ռիսկերի նվազեցման, որակի բարելավման, աշխատանքի հետևելու եւ նոր տվյալներ հավաքագրելու համար։ Լիդիան Արմենյան նոր երիտասարդ ընկերություն է եւ միանգամից իր աշխատանքը սկսում է արդեն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օրինակ, ինչպես ներկայացրեց գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջահանյանը, հիմա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի թվայնացնի բազմաթիվ տեխնոլոգիաներ, գործընթացներ կոմբինատում, որովհետև սա ստեղծվել է եւ երկար տարիներ աշխատել է մինչեւ բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության դարը։ Մենք ունենք տասնյակ միլիոնավոր դոլարի ծրագիր թվայնացման, քանի որ կազմակերպությունը ինքը արդեն մոտ 70 տարվա պատմություն ունի, շատ բաներ մենք այդ հին ոնց որ դեռ հնուց եկած տեխնոլոգիաներով ենք աշխատում եւ մեծ ջանքեր եւ մեծ ներդրումներ է պետք, որ այդ ամբողջ տեխնոլոգիաները թվայնացվեն, նաեւ այդ տեխնոլոգիաները ավտոմատացվեն եւ այդ ծրագիրը օրինակ մեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով հսկայական թվային տենց հնարավորություն է ստեղծում թվային կազմակերպությունների համար, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների համար տեղում Հայաստանում։ Իրանք կարող են առաջարկեն իրանց ստարտափները այդ մեծ ծրագրի շրջանակներում։ Եվ մի կարևոր օրինակը դա շրջակա միջավայրի վրա ազդեցությունն է։ Այսինքն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, նվազեցումը այդ նույնպես ամենաարդյունավետ ձևով կարելի է անել, եթե լինի թվային տեխնոլոգիաներ, որ այդ on-line ռեժիմով, այսպես ասած, չափի ինչպիսի արտանետումներ են կատարվում, ինչպիսի արտանետում կա օդ, ջրի վրա ազդեցություն եւ դա թվային տեխնոլոգիաներ ներդնելով դա ավելի արագ արդյունավետ ձևով այդ հարցերը կարող են լուծվել։ Եվ իհարկե բարձր տեխնոլոգիաները ոչ միայն արտադրական եւ բնապահպանական հոգսերն են թեթևացնում հանքարդյունաբերական ընկերությունների համար, այլ նաեւ վերահսկողների գործն է հեշտանում, որովհետեւ կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս շատ ավելի մանրամասն, շատ ավելի օպերատիվ վերահսկել հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը։ Կարևորությունը կայանում է հետևյալում, Sevan Startup Summit-ի տրամաբանությունը եւ հանքարդյունաբերության ոլորտի ինովացիոն այս համաժողովի տրամաբանությունը նրա մասին է, որ մեր Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերող ընկերությունները ցանկանում են նոր ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ծրագրային լուծումներ ապահովել ամբողջ արտադրական process-ի վերաբերյալ եւ նաեւ դա ինչի համար է կարեւոր մեր համար, որովհետեւ տեսչական մարմինը արդեն տևական ժամանակ է ակտիվորեն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության մեջ եւ այն հանքարդյունաբերողները, ում մենք վերահսկում ենք, եւս կարիք ունեն հասնելու այդ մակարդակին, ինչ մակարդակին, որ մենք այսօր ենք, նաեւ համաժողովի ժամանակ կարծում եմ, որ այդ գաղափարների, նոր գաղափարների գեներացման շնորհիվ շատ հնարավոր է, որ շատ հեշտ լուծումներ գտնեն, ավելի լավ լուծումներ գտնեն այդ իմաստով։ Օրինակ ինչ նոր տեխնոլոգիաներ եք դուք կիրառում ոլորտը վերահսկելու համար։ Մենք 2022 թվականից կամ 23 թվականից սկսած օգտագործում ենք արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր եւ լազերային սկանավորման լիդար համակարգեր, որոնք որ հնարավորություն են տալիս շատ ճշգրիտ տվյալներ եւ օբյեկտիվ տվյալներ ստանալ, ելակետային տվյալներ հանքարդյունաբերության ոլորտում։ Սևանը շատ գեղեցիկ է այսօր։ Մի փոքր զով է, ես կասեի անգամ ցուրտ, այստեղ խարույկ են վառում, նստում են շուրջը։ Մի քանի օր ապրում են Սևանի ափին եւ սա եւ ծանոթությունների համար, մեկը մյուսի ծրագրերին ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու, նոր գաղափարներ որդեգրելու եւ բազմաթիվ նոր ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։ Այս բլոգը ներկայացրեց Շակի Ավոյանը։ Շրջում եմ հանրապետության մարզերում եւ ամենահետաքրքիր գաղափարները ներկայացնում եմ ձեզ։ Դիտեք մեր բլոգները Հրապարակ TV-ի էջում։ Շնորհակալություն։